Առաշապատի ընտրություններից հետո գրավում է եկարել և առանձնացնելով երրորդը ասել է, որ ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոց մայրաքաղը Սուրբ Էջմիածին Կտիչ Ներսիսյանից ազատելու գործընթացում։ Ինչ լիցքի մասին է խոսքը, ի վերջո ընտրություններում Էջմիածին քաղաքում կօրհնել և ձեր քաղաքացիական պայմանների մեկնարկում և դիվանի մեկնարկում գրեթե ինչ ամսային ստացել, որ հարավի տարբերությունը Էջմիածին քաղաքում կօրհնել այդպես է աշխատային զայները և հանրահար եղել, որ ամենքների շատ ստացել, ինչ արդյունքների քաղաքացիական պայմանագիրը խոսքը ինչ լիցքի մասին է, ինչպես է դա հավաքումը, ինչպես է միացնելու, ի վերջո երբ է կարողանում ձեր ասած հոգևոր հավաքը և նկատելի է, որ այն եկեղեցիներում, որտեղ դուք կիրակորերը չեք պատահարում, մարդիկ չեն նկատում և ձեր աջակիցներով հովանաբար երկու անգամ գնացիք, ձեր հետևից եկել են մարդիկ երրորդ անգամ հովանաբար չգնացիք, նախատվեցիք այլ եկեղեցի, այդպես է ոչ մեկ չգնաց և չմասնակցեց Ստեփան Ասատրյանի պատահարություններին։ Ես տեղյակ եմ, որ այնտեղ պատարակներ են տեղի ունենում և մարդիկ գնում են ոչ պակաս, քան գնում էին իմ գնալուց առաջ։ Եվ կամ ինձ թվում դուք սխալ տեղեկություն ունեք, դուք եղել եք անձամբ այնտեղ։ Այո։ Դե գիտեք, ես գիտեմ, որ մարդիկ, ես էլ անձամբ չեմ եղել, բայց ես ինֆորմացիայի որոշակի գուցե ավելի հավաստի աղբյուրներ ունեմ, քան դուք, կներեք, գուցե կարող է դուք ավելի հավաստի աղբյուրներ ունեք, բայց ես ունեմ հավաստի աղբյուրներ և մարդիկ գնում են այնտեղ նորմալ հոգևոր կյանքը շարունակվում է, ինչ վերաբերում է լիցքին, հենց այդ լիցքն է, լիցքի մասին է խոսքը, որ վաղար շաբաթում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը և նրա թեկնածուն հաղթել են և ցանկացած քաղաքական տենց իրադարձություն լիցք է տալիս հենց վաղար շաբաթում նույնպես, Էջմիածնում նույնպես։ Այսինքն հենց ինչ որ գրել էի, այդ նկատի ունեի։ Հա, ինչ վերաբերվում է մայրաթոռը ազատագրելու գործընթացին, գիտեք, շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, բայց այս դեպքն էլ է նա, որ էլի նոր կտակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ ես հաճախ եմ օգտագործում, պիտի նայեք և պիտի չտեսնեք, մայրաթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Հոգևոր հավաքը դե ամեն կիրակի հոգևոր հավաքը հենց հոգևոր հավաք է։ Դե գիտեք, Էջմիածնի կենտրոնական հրապարակի գաղափարը դեռ ընթացքի մեջ է, կտեսնենք։ Նկատի ունեմ, գիտեք ինչ, այդ բաները, որ հայտարարվում է, ի վերջո պետք է նաև արձանագրել, որ դա նաև երկխոսություն է, չէ, հանրության հետ, և նաև որոշակի այդ գաղափարին հաջորդում են ուրիշ գաղափարներ, այդ գաղափարներին արձագանքելով մարդիկ ուրիշ առաջարկ են անում, այսինքն ամեն ինչ տենց կարծրացած չի և ինքը ճկուն պրոցես է, նկատի ունեմ այնպես չի, որ որևէ որոշմամբ հաստատել ենք, որ էս, կարևորը, որ Հայաստանում հիմա ընդհանուր առմամբ ես պիտի ուրախությամբ և գոհունակությամբ արձանագրեմ, որ հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, ես անձամբ մի քիչ այդ անձնական ընկալում է, ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ, ես գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ և ինձ պահում եմ, կարող եմ պահել, ես այն մյուս ձևաչափերով չէի կարող այդպես պահել ինձ պատարակների ժամանակ, իսկ դրանից դուրս էլ պատարակի չէի կարող գնալ, որովհետև այդ ապահոգևորականության մթնոլորտը, որ կար, որ հաստատված էր, դա շատ մեծ արգելք էր։ Հիմա այդ արգելքը հաղթահարված է, ամենամեծ խնդիրը լուծված է, որ ես այսօր որպես հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու շարքային հետևորդ
կարող եմ լիարժեք ապրել իմ հոգևոր կյանքով եւ դա ամենակարևոր բանն է եւ ես ուզում եմ դա տեղի ունենա ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ, ովքեր ունեն հոգևոր կյանք։ Եվ իմիջիալոց, երբ որ ես ասում եմ, որ հանրահավաք չի, դա պատարակ է, եւ ես ուրախ եմ նաեւ, որ մեր կուսակցությունը, մեր համախոհները, նրանք ովքեր հոգևոր կյանք ունեն, նրանց հոգևոր կյանքն էլ է վերականգնվում։ Ի վերջո այդ ամեն ինչը բան չի, սա ձև չի, եւ ես անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարակի, ծնկի գալ եւ այդ թվում մեղքերի թողություն ստանալ։ Դա յուրաքանչյուր մարդու համար կարեւոր է։ Նախորդ անգամ դուք հարց եք տվել, ես հետո հարցերով ընկա, մոռացա պատասխանել, հարցրեցիք, ասիք այդքան շատ մեղքեր ունեք, մեզնից յուրաքանչյուրը շատ մեղք ունի։ Մենք բոլորս մարդը մեղավոր է։ Մեկինը մի քիչ ավել, մեկինը մի քիչ պակաս, իմ իհարկե ենթադրվում է, որ ավելի շատ։ Պայմանավորված է իմ պատասխանատվության չափով եւ իմ կարգավիճակի առանձնահատկություններով եւ այլն եւ այդպես շարունակ։ Գուցե իմ կյանքի առանձնահատուկ բովանդակությամբ։ Եվ ընդհանրապես կարծում եմ, որ մեղքերից ազատվելու ամենաբանում 31-րդ Սաղմոսում ասում է, որ մեղքերս քեզ ցույց կտամ եւ անօրենությունս չեմ թաքցնի քեզնից։ Դա յուրաքանչյուր հավատավոր քրիստոնյայի համար պետք է լինի կրեդո մոտեցում, որովհետեւ մեզնից իմիջիալոց էլ ասեմ, որ փարիսեցիները ուզում են փորձության ենթարկել, չէ՞, ուզում են մարդուն դրթել նրան, որ նա ասի, որ ես անմեղ եմ, այսինքն մեղքի տեսակետից անմեղ եմ, որովհետև դա ամենամեծ սրբա պղծությունն է, որ երբ որ մահկանացու ասի ես անմեղ եմ, այդ նշանակում է, որ ինքը իրան աստվածացնում է, հետևաբար ես մեղավոր եմ։